Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը սկսվում է Նիկոլ Փաշինյանի ուղերձով, որն իր հերթին սկսվում է մեջբերումով կառավարության 2021-26 թվականների գործունեության ծրագրից։ Այն է Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, որն ըստ վարչապետի 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ձեր աջակցությամբ կատարել է ձեր առաջ ստանձնած մեծագույն առաքելությունը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել և այսպիսով Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է։ Վարչապետը դիմելով քաղաքացիներին շարունակում է հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու։ Պետք է տեր կանգնենք խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքը ունի։ Հունիսի 7-ին գնացեք ընտրական տեղամաս և տեր կանգնեք խաղաղությանը, քվեարկելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ Ձեր Նիկոլ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի գաղափարախոսական հենքն իրական Հայաստանի գաղափարախոսությունն է և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։ Փաշինյանը ներկայացնելով 2026-31 թվականների առանցքային անելիքները նախ անդրադարձավ նախընտրական ծրագրի առաջին բաժնին, որը կրում է խաղաղության ինստիտուցիոնալացում վերնագիրը։ Առաջինը սահմանազատման գործընթացի շարունակություն։ Երկրորդը տրիպ նախագծի իրագործումը, որը կհանգեցնի տարածաշրջանային կապուղիների լիարժեք ապաշրջափակման։ Հաջորդ քայլը խաղաղության ինստիտուցիոնալացման բնականաբար Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի վերջնական ստորագրումն է, վավերացումը, դրանում նախատեսված քայլերի հետագա իրագործումը։ Վարչապետը նշում է, որ քաղաքահասարակության գործարար համայնքի ներկայացուցիչների շփումները, երկկողմ առևտուրը, քաղաքական, մշակութային, հումանիտար երկխոսությունը, խաղաղության ինստիտուցիոնալացման կարևոր գործիքներ են և քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կքաջալերի ու կաջակցի այս ուղղությունների ակտիվացմանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, ապա անդրադառնում է ծրագրի երկրորդ կետին, որը կոչվում է կրթությունը ռազմավարությունների ռազմավարություն։ Կրթությունը պետության զարգացման ռազմավարության իրագործման առաջնային գործիքն է, այն ընկալմամբ, որ ցկյանս գործընթաց է։ Նիկոլ Փաշինյանն այստեղ հիշեցնում է 300 դպրոց 500 մանկապարտեզ պետական ծրագրի մասին, նշում, որ առաջիկա 5 տարիներին կկառուցվեն, կվերակառուցվեն, կհիմնանորոգվեն ևս 100 մանկապարտեզներ, նախակրթարաններ։ Բոլոր խոշորացված համայնքներում կապահովվի 0-ից 2 տարեկանների համար նախադպրոցական կրթությունը, կներդրվի նախադպրոցական կրթության նոր չափորոշիչի և կրթության վերահսկողության արտաքին գնահատման համակարգ, կընդլայնվի մասնագիտական հմտությունների և վարձատրության շարունակական աճի ինստիտուցիոնալ մեխանիզմը։ Մենք նման օրենք կընդունենք, որտեղ մենք կնախատեսենք նաև, որ պետությունը հատուկ ծրագիր պետք է իրականացնի ուսուցիչների բնակարանային ապահովումը իրագործելու համար։ Կկառուցվեն, կվերակառուցվեն, կհիմնանորոգվեն ու գույքով կհագեցվեն առնվազն 100 արվեստների կենտրոններ, մարզադպրոցներ, քոլեջների դասախոսների և վարպետների վարձատրությունը առնվազն կկրկնապատկվի ատեստավորման միջոցով, կիրագործվի ակադեմիական քաղաքի ստեղծման առաջին փուլը։ Նախընտրական ծրագրի հաջորդ բաժինը հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մասին է։ Երկկողմ հարաբերություններում մենք պետք է հաղորդակցությունը պահենք ակտիվ և այս ընկալման շնորհիվ է նաև, որ մենք այսօր ունենք խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանը խոսում է հարևանների, մյուս երկրների հետ դրական հարաբերությունները շարունակելու, ռազմավարական գործընկերության աշխարհագրությունն ընդլայնելու մասին։ Նշում է, հնարավոր չէ միաժամանակ լինել թե Եվրամիության անդամ և թե ԵԱՏՄ-ի, և քանի դեռ այս երկու ուղղությամբ մեր հարաբերությունների զարգացման օրակարգերը համատեղելի են, Հայաստանը կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ և կշարունակի զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները նրա անդամ երկրների հետ։ Երբ որ կգա այն կետը, երբ որ համատեղելիության տարածք չլինի, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը ժողովուրդը բնականաբար հանրաքվեով կկայացնի որոշում։ Հայաստանը երկարաժամկետ առումով բոլորի և աշխարհի համար վարչապետի խոսքով պիտի լինի կանխատեսելի։
եւ կառավարության ամբիցիան Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքում քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ինքնության զարգացումը եւ պահպանումը ապահովելն է։ Փաշինյանն ասաց, որ մեր զարգացող բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս չպետք է կիրառվի եւ պետք է ծառայի բացառապես մեր պաշտպանության խնդիրներին։ Իսկ թե վերջին տարիներին պաշտպանունակությունը զարգացնելու մասով ահռելի ինչ ջանքեր ու միջոցներ են ձեռնարկվել, կցուցադրվի նաեւ մայիսի 28-ին։ Նախընտրական ծրագրի շարունակությունը վարչապետը կներկայացնի նաեւ վաղը։ Տիգրան Հակիմյան, Հորիզոն։